Հրապարակը գրում է վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտնել Փաշինյանը մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ մասնակցի, թերթին ասել են, հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ԿՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որևէ ղեկավարի մասնակցությունը անհետևանք չի մնա։ Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկել են Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետները։ Կայա Կալասի ու Զելենսկու սպառնալիքները ըստ էության արդյունք են տվել, բայց Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս մաժոր չլինի։ ԱԺ-ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսանդր Սադնիկովը կմեկնի նրա հետ, քանի որ Ռուսաստանը մերժում է շատ ՔՊ-ականների։ Որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված, նրանց մուտքը Մոսկվա արգելված է։ Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ռուսական առաջարկին, թերթի աղբյուրի փոխանցմամբ ի տարբերություն Ադրբեջանի զորամիավորում չի մեկնի։ Փաստը գրում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել է հայկական համալսարանի ուսանողների հետ։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել է հանդիպման մասին հարց ու պատասխանի 1 ժամանոց տեսանյութ, որը տարբեր զլմներ հրապարակել են ու թերթը հիշեցնում է, երբ 2 տարվա փաստացի լռությունից հետո Քոչարյանի նախորդ ասուլիսը մեծ արձագանք էր ստացել, թերթն ուսումնասիրություն էր իրականացրել հասկանալու հետաքրքրության աստիճանը ու հաշվի առնելով այս հանդիպման շուրջ աժիոտաժը այս անգամ էլ դիտարկումներ է արել եւ պարզել է, որ երկրորդ նախագահի հարց ու պատասխանը ամբողջությամբ կամ մասնակի ու հատվածաբար տեղադրվել է մի շարք լրատվամիջոցներում եւ կայքերում, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական սոցցանցի էջերում ու ընդհանուր առմամբ 2.5 միլիոն դիտում է ունեցել։ Այլ լրատվամիջոցներ կամ հարթակներ եւս ամենայն հավանականությամբ տեղադրել են տեսանյութերը։ Այս ցուցանիշը ըստ պարբերականի խոսում է այն մասին, որ փաստացի երկրորդ նախագահի խոսքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել չնայած նրան, որ նախորդ ասուլիսի ու այս հանդիպման միջև ընդամենը 2 ամիս է անցել։ Ըստ էության գործ ունենք նորագույն պատմության ժամանակաշրջանում հետաքրքիր ֆենոմենի հետ արձանագրում է թերթը ու շարունակում Հայաստանի նախկին ղեկավարի, իսկ այժմ գործող ընդդիմադիր ղեկավարի հանդեպ հանրային հետաքրքրությունը հետևողականորեն աճում է այն պայմաններում, երբ նա առանձնապես ակտիվ չէ, իսկ նրա դեմ մշտապես ակտիվ հակաքարոզչություն է գործում։ Հրապարակն էլ գրում է Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում, դրսից մեծ փողեր են ծախսում հյուսիսային հարևանի կողմից, որը պարբերաբար ակտիվանում է։ Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են հայկական ազգանուններով, որոնք փորձում են փոխել իշխանությունը, հանրահավաքներ անել, քանի որ նրանց դուր չի գալիս Հայաստանի իշխանությունը։ ԱԺ խոսնակի այս հայտարարություններն արվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի հետ հանդիպումից հետո։ Հետաքրքիր է ինչ է փոխանցել Սիմոնյանին Կոպիրկինը, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից է կոշտացրել, հարցնում է թերթը ու շարունակում, որ հանդիպման մասին աղքատիկ ինֆորմացիա կար, այնտեղ հիշատակվում էր նաև Դաշնության խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցին առնչվող օրակարգի հարցերը ու այս ֆոնին հրապարակը հիշեցնում է Մատվիենկոյի այցը սպասվում էր դեռ տարեվերջին, բայց անհայտ պատճառներով ձգձգվեց ու վերջին տվյալներով նա Հայաստան է գալու հունիսին։ Ժողովուրդը գրում է հայաստանյան քաղաքական մշակույթում հայրենակցական միություններ հասկացությունը շարունակում է մնալ ոչ մշակութային ինքնության պահպանման հարթակ, այլ քաղաքական ազդեցության գործիք։ Վերջին օրինակը պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի ընտրվելն էր Տավուշ հայրենակցական միության նախագահի պաշտոնում, երբ նա ծագումով Կոտայքի մարզից է։ Հասկանալի է, որևէ մեկը չի կարող խանգարել մեկ ուրիշին սիրել մի այլ տարածաշրջան կամ ցանկանալ իր ներդրում
խորհուրդ ունենալ դրա զարգացման գործում, բայց երբ այդ ցանկությունը պատահականորեն համընկնում է Փաշինյանի Տավուշից լինելու փաստի հետ, հարցեր են առաջանում, իսկ երբ հիշում ենք, թե ինչպես տարիներ շարունակ պաշտոնյաները իրենց երեխաների անուններն էին կապում ասնեցիկ ղեկավարների հետ, պատկերը առավել ծանոթ է դառնում, օրինակ ԱԺ-պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ըստ հրապարակային տեղեկությունների որդիներին անվանակոչել է Լևոն եւ Վազգեն ի պատիվ Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի, իսկ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը որդու անունը դրել էր Սերժ։ Այսպիսով բառերը, դեմքերը, անունները փոխվում են, բայց ավանդույթները նույնն են։ Ոմանք հայրենակցական միությունների նախագահ են դառնում, այնտեղ որտեղից ծագումով չեն ու սա արդեն պատահական համընկնում չէ, այլ կայուն կառավարչական ֆոլկլոր, գրում է թերթը։ Փաստում էլ կարդում ենք օրերս Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել, թե կրթվել է նորաձև է նոյեմբերյան համայնքի Բերթավան բնակավայրում։ Թերթի տեղեկություններով այդ շարժման շրջանակներում հերթական հանդիպումը նոյեմբերյանի համայնքում է տեղի ունեցել։ Հանդիպման մասնակիցները թերթի հետ զրույցում ասել են իրենցից նախապես բջջայինները հավաքել են, պայուսակների մեջ եղած իրերը, օծանելիքը եւ այլն, ապա հանդիպումից հետո վերադարձրել այն, որ Փաշինյանը վախեցած է նրա յուրաքանչյուր այց ուղեկցվում է անվտանգության աննախադեպ ու ծայրահեղ միջոցառումներով, նորություն չէ, այստեղ այլ հարց է առավել էական։ Նոյեմբերյանի տարածաշրջանում տարածքների հանձնումից հետո ինչն է դրդել տարածքի բնակիչներին մասնակցել Փաշինյանի իբր կրթական արշավին ու լսել նրա ճակերտավոր դասախոսությունները։ Պակաս կարևոր չէ աղբյուրի փոխանցմամբ այն, որ հանդիպմանը ներկա են եղել մեծ թվով մարդիկ, որոնք պատերի տակ առավոտից երեկո ոչ միայն թունդ քննադատել են Փաշինյանին, այլև այդ ամենը համեմել ամենակոպիտ արտահայտություններով։ Հրապարակն էլ գրում է, իշխանությունը Վանաձորում նախատեսում է ամռան վերջին կամ աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնել 26 թվականի համապետական ընտրություններից առաջ ամրապնդել դիրքերը ու Գյումրու ընտրությունների պարտության ամոթը ծածկել։ Այդ նպատակով կոնֆիգուրացիաներ են մտածել սցենարներից մեկն այն է, որ ՔՊ ցուցակը գլխավորի Լորվա մարզպետ Արամ Ղազարյանը, որը ոստիկանության ոլորտի երկարամյա աշխատակից է, ունի ազդեցություն ու շրջապատ։ Մյուս ուժը կգլխավորի Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը, ական, որին Փաշինյանը նշանակեց հատուկ նրա համար օրենք փոխելով։ Կիսագողական ական առաջադրվել էր Մովսես Շահվերդյանի հասկ կուսակցությունով, այս անգամ նույն կուսակցությամբ կառաջադրվի եւ ընտրություններից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։ Իշխանությունը հույս ունի այդ սցենարը Վանաձորում հաջողությամբ կգործի եւ կխուսափի Երևանի ու Գյումրիի նախադեպերից, իսկ թե ումով է հանդես գալու ընդդիմությունը լուրջ խնդիր է, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանը դժվար թե առաջադրվի, նրա որդին դատավոր է, նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխին դատավճիռ կա կախված, նրան կարող են առնվազն եւս 1 տարով ազատազրկել։ Այլ ուժեղ անհատականություններ կարծես թե Վանաձորում չկան։ Գյումրու ֆենոմենը կրկնելը բարդ կլինի, հենց որի վրա էլ Փաշինյանը ըստ թերթի հաշվարկ է արել։ Լորվա մարզպետն էլ ավելի հին ու ընդունված կադր է, քան Սարիկ Մինասյանը, բայց ական Վանաձորում մեծ հեղինակություն է վայելում, քան Արամ Ղազարյանը եւ ստացվելու է այնպես, որ ՔՊ-ն կրկին առաջատար չի լինելու, գրում է թերթը։